Ողջույն 24-ի եթերում հետագիծն է ես Նարեկ Գալստյանը, այս պահին ես հյուրընկալել եմ իմ տաղավարում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանին, պարոն Զուրաբյան ողջունում եմ եւ շնորհակալ եմ շատ հրավերս ընդունելու համար։ Պարոն Զուրաբյան, մի քանի օր առաջ տեղի ունեցավ մի մեծ քննարկում, որը կարծես թե նախաձեռնել եք դուք եւ այդ քննարկման արդյունքներով բազմաթիվ քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ, լրատվամիջոցների ղեկավարներ հաղորդում ներկայացին հանցագործության մասին ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, առայն որ նա փաստորեն խախտում է իր սահմանադրական լիազորությունները հայ-առաքելական եկեղեցու հարցում տեղ ունեցող այս գործընթացներում։ Ես ուզում եմ հասկանալ, հաշվի առնելով Հայաստանում ընթացող պրոցեսները, իրավական մթնոլորտը, դատավորների եւ քննչական մարմինների գործողությունները, ինչի համար դա արվեց կամ ինչ հույսով դա արվեց, եթե ավելի նեղ ձևակերպում տամ։ Եկեք հասկանանք ինչ է երկրում կատարվում։ Երկրում կատարվում է հետևյալը։ Այսօր Նիկոլ Փաշինյանը կորցրել է իր կապը ժողովրդի հետ։ Իրականում ինքը հասարակությունում ժողովրդի մեջ չունի այն անհրաժեշտ աջակցությունը, որը իրեն թույլ կտար դեմոկրատական աջակցությամբ վերընտրվել։ Պարզ թվեր կան, որ այդ ամեն ինչը ապացուցում են։ Ինքը 21 թվին ասենք համարենք հաղթել է, մի քիչ էս կողմ, մի քիչ այն կողմ, այսինքն խախտումներ, ադմինիստրատիվ ռեսուրսի քննարկում եղել է, բան շահարկում եղել է, բայց ի վերջո համարում ենք այդ ընտրությունները իր կողմից շահած ժողովրդական աջակցությամբ։ Բայց դրանից հետո ինչ ընտրություն եղել է, թիմ ընտրություններ, եղել է Երևան, եղել է Գյումրի, եղել է Փարաքյար եւ եղել է Վաղարշապատ։ 4 ընտրություն, էլի են ընտրություններ եղել մի քանի համայնքներում, բայց այդ վերջին 4 ընտրությունները, որ մենք ասենք թվերը ու այնտեղ արդեն մեծ թվեր են, էլի գնում ենք իրար հետ ասեն, մենք տեսնում ենք, որ ուրեմն ինքը այդ 4 բանում համայնքում շահել է 111649 ձայն, բոլորը գումարած իրար հետ։ Խոսքը ԿՊ-ի Թեկնածուների օգտին տրված կամ ցանկի օգտին տրված այն է։ Բայց այդ նույն 4 համայնքում մենք ունենք 1,26,000 ընտրող ցուցակի մեջ։ 4 համայնքում վստահ է։ Մի քիչ շատ է ասում։ Չէ։ Հիմա դες բերում եմ բանից election.am-ից վերցրած տվյալները։ Երևանը մեջ է այսինքն։ Երևանը մեջ է։ Այսինքն 1,26,516 ընտրողից եկել են եւ քվեարկել են ԿՊ-ի օգտին 111649 հոգի, ինչը նշանակում է անգամ 11%-ի չենք հասնում։ Լավ։ Սա է ժողովրդի աջակցությունը Փաշինյանին, ԿՊ-ին այլևս։ Եվ սա նշանակում է մի բան. Փաշինյանը այլևս որևէ շանս չի ունենա դեմոկրատական ընտրություններով կրելու ազգային ժողովի այդ ընտրություններին, համազգային համապետական ընտրություններում դրա համար պարոն Զուրաբյան, մինչև դրա համար հասնելը, խնդրում եմ կներեք ընդհատեցի, բայց սա ինչ սոցիոլոգիա է։ Վերջի վերջո 4 համայնքներում տեղի ունեցել ընտրություններ, հիմա մեր ժողովրդի մի մասը գնացել է, մի մասը չի գնացել, դրա արդյունքում Երևանում ԿՊ-ն հաղթել է, եւ սա այլևս իրողություն եւ իրականություն է, Վաղարշապատում ԿՊ-ն հաղթել է, ընդ որում 50+1-ով, սա այլևս իրողություն եւ իրականություն է, Գյումրիում առաջին տեղ է զբաղացրել, այլ բանա որ մյուս ընդդիմադիրները միացել են իրար, Փարաքյարում էլ կար, այսպես ասենք, ժողովրդական սիրված տեխնացու, որտեղ աշխատեց ոչ թե նրա ընդդիմադիր լինելու հանգամանքը կամ դիմացինի ԿՊ-ական լինելու հանգամանքը, այլ այլևս հանգուցյալ սպանված Վալուդζա Գրիգորյանի հանգամանքը, այսինքն երբ որ վերցնում ենք այս ամեն ինչը, սա չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանը կորցրել է ժողովրդի հետ կապը։ Ես հենց դրան էի անցնում, որ բացատրեի, իրականությունը հետևյալն է, ինքը այս տվյալներով, այս ժողովրդի աջակցությամբ, ասում եմ 10-11% աջակցությամբ, ընտրողների ցուցակից, ոչ թե մասնակցողներից, ընտրողների ցուցակից։ Հնարավոր է շահել ընտրությունները միայն, եթե դու զանգվածային կիրառում ես ադմինիստրատիվ վարչական ռեսուրսը,
անում ես տարբեր տեսակի դաղալություններ, օրինակ վաղարշապատի դեպքում այդ խոյի համայնքի այդ մեծացումը բանը, հա, խոշորացումը, երբ որ հատուկ իրաց տեխնացուի համար այնպես խոշորացրեցին վաղարշապատի բանը, այդ ընտրատարածքը, որ այդտեղ խոյեցիները հայտնվեն, որտեղ իրենց տեխնացուն ուներ աջակցություն։ Պասիվության, ակտիվության արհեստական իջեցում եւ սենց ասեմ իրավական այդ մեթոդներ, այսինքն դատա իրավական մեթոդներ, այսինքն հետապնդումներ, կալանավորումներ եւ այլն եւ այլն։ Այսինքն սա մնացել է միակ մեխանիզմը։ Դու արդեն պետք է արհեստական միջոցների անցնես։ Հա, իսկ Երևանում էլ ուզում եմ հիշեցնեմ, որ չէին էլ կարող ԿՊ-ն չէր կարող ձևավորել իշխանություն, եթե չունենար իրեն անգամ չէր փրկում բանի Արամ Սարգսյանի կուսակցության աջակցությունը, իրեն պետք եղավ մի քանի հոգի էլ փախցնել ընդդիմադիր, այսպես կոչված խմբակցություններից։ Այսինքն պետք է շատ արհեստական մեթոդների անցնես, որոնք անցնում են, երբ որ խոսքը գնում է առանձին համայնքների մասին, երբ որ համազգային ակտիվություն չկա, աժիոտաժ չկա, մոբիլիզացիա չկա, ժողովրդի ընտրություններին ընդառաջ այդ դաղալություններով, այդ բանով իշխանության sense բաներով, ճնշումներով, բռնաճնշումներով, բաներով մի կերպ կարողանում ես ապահովել արդյունք։ Այդ կներեք, ոնց որ ասենք, որտեղ ու ինչ են անում, որտեղ որ ընտրվում է, ասենք, այնուամենայնիվ ընդդիմադիրը վերջը իրան բանտ են տանում կամ սպանում են, իսկ ես ասում եմ, մի հատ գնացեք այդ գործը պարզեք, տեսեք, որ այնուամենայնիվ այդ սպանող մարդիկ կապված են ԿՊ-ի հետ, ով որ սպանել է Փարաքյարի համայնքապետին։ Հա, կամ այլ բաներ են անում, ոնց որ արեցին օրինակի համար Ալավերդի համայնքում, երբ որ ուղղակի ճնշումներ սկսեցին հակառակորդի կամ գործող համայնքապետի այդ ավականու անդամների վրա ու անգամ սեփական ավականու վրա ճնշեցին, որ մի ԿՊ-ական անվստահություն չէր ուզում հայտնել, նրան ճնշեցին, որ ինքը դուրս գա ցուցակից, որ մյուսը գա ցուցակով եւ անվստահություն հայտնի ընդդիմադիր գործող համայնքապետին։ Այսինքն իմ թեզիսը հետեւյալն է. ժողովրդական աջակցությունը Նիկոլ Փաշինյանի սպառված է 11%-ը, հələ շատ եմ ասում, 11 ընտրողների 11%-ը դա այն զանգվածը չի, որով դու կարող ես ժողովրդավարական ընտրություններով հաղթել համապատական ընտրություններում։ Հետևաբար ինքը արդեն հասկացել է, որ իր հույսը պետք է դնի ոչ թե ժողովրդի վրա, այլ պետական ապարատի վրա։ Դրա համար էլ այդ 7000 մարդկանց այդ պետական ապարատի հավաքն է, որ բերում են կամավոր պարտադիր սկզբունքով։ Կամավոր պարտադիր սկզբունքով, անգամ մասնակիցներից բոլորս ունենք ծանոթներ, մասնակիցներից մեկը ասում է, ինչ-որ կապեր ունենք պետական ապարատի, KPSS-ի բանա, հիշեցնում էր KPSS-ի։ Այդ մարդիկ զզվանքով գնացել են ու պարտադիր բոլորին ասվել է, որ ով որ չգա ավտոմատ հեռացվում է աշխատանքից, այսինքն իշխանությունը այլևս իր հույսը դնում է իր պետական լծակների վրա, դատախազության վրա, քննիչների վրա, այդ քննիչների հավաքները, եթե հիշում եք, հիմա ընդհանրապես քաղաքականությունը Հայաստանում տեղափոխվել է քննչական կոմիտե։ Չէ՞։ Բանը տեսեք, ինչ է կատարում Վարդան Ղուկասյան, բանը այն Իմնեմբի տղեկը ու բազմաթիվ sense բաներ, Լիդիայի գործը եւ այլն եւ այլն։ Այսինքն այսօր գլխավոր քաղաքական գործիքը, որը այսօր ղեկավարում է քաղաքականությունը Հայաստանում, դա քննչական կոմիտեն է եւ հակակոռուպցիոն կոմիտեն։ Այդ մարդիկ են կատարում Փաշինյանի ապօրինի հրամանները, այդ թվում նաեւ հայ առաքելական եկեղեցու դեմ կատարված հանցագործություն եւ հետապնդումների, այդ հանցավոր հետապնդումների գործում։ Հիմա այդ գիտենք արդեն մի քանի սրբազան են, հա, լրիվ շինծ ու մեղադրանքներով նստեցրել են, ընդամենը մի հատ բառակապակցության համար մեր երիտասարդներից մեկը շատ ճիշտ բան ասել, մի բառակապակցության համար Սամվել Կարապետյանն է նստած բանտում, իդեպ այսօր Սամվել Կարապետյանի ուժը, հա, դառնում է ոնց որ գլխավոր մարտահրավեր նետողը իշխանության,
Եվ ես 100% վստահ եմ, որ այդ հարցը նույնպես լուծվելու է ոչ դեմոկրատական ձևով, այսինքն այդ մարդկանց ուղղակի փչված ինչ-որ բաներով, մեղադրանքներով, որ իբր իրենք, չգիտեմ, ռուսական հիբրիդային պատերազմ են այստեղ գործածում, նրանց ուղղակի զրկելու են հնարավորությունից մասնակցել ընտրություններում։ Այսինքն սա մնացել է միակ զենքը։ Եկեք անկեղծ ասենք, խնդիրը նրա մեջ չի, որ Նիկոլը ունի ժողովրդականություն։ Խնդիրը նրա մեջ է, որ մենք չենք հասկանում դեռ որպես հավաքական ընդդիմություն ոնց անենք, որ կարողանանք այդ ադմինիստրատիվ այդ ճնշումները, այդ ապօրինի պահվածքը հաղթարել։ Հիմա ինչ վերաբերվում է մենք սա դեմ պետք է առնենք որպես հասարակություն։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ ժողովրդավարությունը Հայաստանում երբեք այսպես վտանգված չի եղել։ Նա վտանգված եղել է, բայց այս աստիճանի վտանգված չի եղել, որովհետև այն ժամանակ, երբ որ մենք պայքարում ենք ժողովրդավարության համար, բանտ էինք ընկնում, չգիտեմ, փողոցներ բանը օպերայի բաններ փակվում, հազար մի բաներ արվում, ասենք 5000 մարդ 2008 թվին ոստիկանական բաներ անգել բաժիններ, հա, բաժիններ, հետո հարուներով բան ենք ունեցել, քաղբանտարկյալ ենք ունեցել եւ այլն, սա պատմություն ունենք, բայց այն ժամանակ կար շարժում, որը այնուամենայնիվ մի րոպե հետ չկանգնեց եւ պաշտպանում էր քաղբանտարկյալների իրավունքները եւ ի վերջո հասավ նրան, որ այդ մարդիկ դուրս բրծան, հիմա այդ շարժումը չկա։ Այսինքն այսօր չկա, ես դրա համար եմ ասում, որ վտանգված է, որովհետեւ այսօր կա պետական, իշխանական բացարձակապես ապօրինի տերոր հասարակության դեմ, հայ առաքելական եկեղեցու դեմ, բայց չկա հասարակության ռեակցիա, զանգվածային համազգային շարժման պայքարը դրա դեմ։ Դա հասարակությունը չպետք է ինքի անում։ Սա նշանակում է, որ մեր հասարակության իմունիտետը այսօր շատ թուլացած է։ Այսինքն բանի ավտորիտարիզմի դեմ իմունիտետը շատ թուլացված է։ Հետևաբար պետք է նման մի բան անել եւ մենք արեցինք դա, հասկանալով, որ դա մենակ մեր ուզածը չի, այլ դա կան իրավապաշտպաններ, կան հասարակական կազմակերպություններ, կան մտավորականներ, կան քաղաքական ուժեր, որոնք այս ամեն ինչը գիտակցում են, ու պետքա ինչ որ մի ջանք գործածել, որ մենք կարողանանք այդ իմունիտետը արտացնենք։ Սա իրականում, եթե կուզեք, հանրության, մեր հասարակության առողջացման գործընթաց է։ Ու մենք տեսանք, որ այդ կոնսոլիդացիան եղավ, ոչ ոք հարցադրումներ չարեց, թե իսկ ինչի դուք, իսկ ինչի սա, ինչի նա եւ այլն եւ այլն։ Եկան առանց ինչ որ ամբիցիաների, առանց որևէ բանի, ասացին, եկեք միավորվենք իսկապես, առավել եւս հասկանում ենք, որ սա ոչ թե քաղաքական կոնսոլիդացիա է, այլ խոսքը գնում է հանրային, հասարակական կոնսոլիդացիայի մասին։ Մենք անգամ այդ ձևը մշակեցինք եւ բոլորի կողմից ընդունվեց, որ սկզբից դրվեն մտավորականների, իրավապաշտպանների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ստորագրությունները, հետո նոր քաղաքական գործիչների։ Միշտ հակառակն է լինում, իսկ հիմա այսպես արվեց ու դա ճիշտ էր եւ արդարացի էր, որովհետեւ սա իրականում ավելի շուտ հասարակական հանրային ռեակցիա է։ Եվ ես ասեմ, սա մի կարելի է բնավաճում համարել, որովհետև մեծ սպեկտր հասարակական ուժերի ըստ էության կարելի ասել քաղաքացիական հասարակությունը։ Քաղաքացիական հասարակությունը ասելով մենք չպետք է մենք հիմա նեղ ենք չէ՞ սկսել հասկանալ մի քիչ, որ ասում ենք քաղաքացիական հասարակություն, ասում ենք հեկներ։ Կներեք, որպես կանոն հասարակությունը գնացեք կարդացեք դրա սահմանումները։ Դա մենակ հկները չեն, դա մտավորականությունն է, դա քաղաքական ուժերն են, բոլորն են։ Հիմա տվեցիք այս բանը, հայցադիմումը, այսպես ասենք, ողջամիտ կասկածունը, որ այն հայտնվելու է որովհետեւ մի քննիչի այսպես դարակներից մեկում փոշոտվելու է դեռ շատ երկար ժամանակ, հա։ Ուզում եմ ասել, սա ինչ բան է տալու, էֆեկտ է տալու էլի։ Մենք ոչ մի մոլորություն չունենք։ Մենք գիտենք, որ գլխավոր, հա, ոչ մի գլխավոր դատախազը այսօր հանցակիցն է Նիկոլ Փաշինյանին, նա ուղղակի անելու է այն, ինչ որ իրեն կհրահանգի
Փաշինյանը անկախ նրանից դա օրինական է, թե հակառակը, ասենք ոտնահարում է համառությունը, քրեական օրենսգիրքը եւ այլն եւ այլն եւ այլն։ Մենք նկարագրել ենք Փաշինյանի հանցագործությունները։ Մենք դիմում ենք գլխավոր դատախազին ոչ թե այսինքն մենք չենք դիմում Աննա Վարդապետյանին, մենք դիմում ենք գլխավոր դատախազի ինստիտուտին, որովհետեւ զուտ իրավական ֆորմալ առումով հանցագործությունների մասին տեղեկությունները պետք է գնան այդ կանալով։ Այսինքն կա մի հատ համանական մարմին, որի նպատակն է բանը այդ վերահսկողությունը, օրինականության վերահսկողությունը եւ բոլոր տեղեկությունները հանցագործությունների մասին պետք է կուտակվի այնտեղ, պետք է իրանք պետք է դրանով զբաղվեն։ Մենք շատ լավ գիտենք, որ իրանք մերժելու են, մենք իհարկե կվիճարկենք դա դատարաններում եւ այլն եւ այլն։ Բայց հարցը ինչ է, մենք շատ լավ հասկանում ենք, որ մտնել ուղակի իրավական պայքարի մեջ եւ սահմանափակվել դրանով դա շատ մեծ բան չունի, հեռանկար։ Բայց այստեղ կարևոր է այլ բան։ Ցույց տալ, որ հասարակությունը ունի միասնական դիրքորոշում այս հանցանքների բնորոշման հարցում։ Զրկել գլխավոր դատախազությանը այն բանից, այն հաղթաթղթից, որ իրենք մեկ-մեկ կարող են բանանել, որ սա դե առանձին սուբյեկտներ են, ընդ որում կարողապատահի շահագրգիռ սուբյեկտներ են, որոնք խոսում են այդ հանցավորության մասին, բայց իրականում դա չի արտահայտում բոլորի կարծիքը կամ հասարակական հնչեղություն չունի, ոչ, մենք ապացուցեցինք, որ սա ունի հասարակական հնչեղություն։ Այստեղ ներգրավել են մարդիկ, որոնք ասենք դժվար կլիներ ընդհանուր սեղանի շուրջ նստեցնել։ Այդ մարդիկ այլ հավասար պայմաններում, հա, տարբեր ֆորումներում են աշխատում, իրար հակասող բաներ են ասում, իրար անգամ չեն սիրում, բայց այս հարցում բոլորը իրանց համերաշխությունը հայտնեցին, մի կողմ դնելով այդ բոլոր հակասությունները։ Սա կարող է վերածվի եկեղեցու պաշտպանության ինչ-որ համակարգված խորհրդի կամ դե եղավ նաև նման առաջարկներ, ինձ համար շատ անսպասելի։ Ասենք Հայկ Նահապետյանը արեց առաջարկ, իր պաշտպան կազմակերպությունները աջակցեցին, մտավորականները ասացին, որ շատ որ եկեք անգամ իմ անունը նշեցին, ասին թող ինքը բանը կոորդինացնի, ստեղծի այդ բանը եւ այլն, որի հավակնությունը մենք չունենք, բայց քանի որ հիմա մեր խնդիրի մեր առաջ դրած այդ խնդիրը, մենք պետք է խոսելով շահագրգիռ ուժերի հետ մտածենք, միգուցե իսկապես ժամանակն է ստեղծել մի հատ խորհուրդ, որը կզբաղվի քաղաքացիական ազատությունների պաշտպանությամբ։ Որտեվ գիտեք ինչ, եկեղեցու պաշտպանությունը, որ մենք դարձրել ենք այս ամեն ինչի բաղկացուցիչ մաս, մենք չենք զբաղված եկեղեցու կամ հոգևորականների կամ անգամ վեհապարի պաշտպանությամբ։ Մենք էլ կարող ենք ունենալ տարբեր վերաբերմունք այդ մարդկանց, ինչ որ բաներում համաձայնենք, չլենք, ինչ որ կուտակված դժգոհություններ ունենանք եւ այլն եւ այլն։ Բայց մենք հասկանում ենք, որ այդ չի խաղադրույքը։ Խնդիրը այն չի վեհապարը լավ մարդ է, թե վատ մարդ է, վեհապարը կուսակրոն է, թե չէ։ Խնդիրը լրիվ ուրիշ բան է։ Խնդիրը հետևյալն է, Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է, որտեղ հարգվում են օրենքները եւ սահմանությունը, թե ոչ։ Մեզ էս է հետաքրքրում։ Գիտեք, Նիկոլը ուզում է 10 հատ էլ սրբազան տանի իր կողմ, դա ոչ մի բան չի փոխում։ Որովհետեւ եթե ինքը ընթացքում խախտում է օրենքները, դա արդեն գրանցված արդյունք է։ Ինքը խախտել է օրենքները, ինքը գործել է հանցագործություն, ժողովրդավարության դեմ, սահմանության դեմ, քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ արել, որի համար անձամբ պատասխանատվություն է կրում, եւ այս ամեն ինչը պետք է արձանագրվի, որովհետեւ ի վերջո իրավական համակարգը կարելի է ինչ որոշ ժամանակով փչացնել, պահել վերահսկողության տակ, բայց մի օր այս հարցերին պետք է պատասխան տրվի, ոնց որ հիմա տրվում է, ասենք, սա օթում կախելու մի բան է, որը պիտի աշխատի Հայաստանում քաղաքական փոփոխությունելու բանը։ Սա բանի այդ ինչ ասեմ, շտեմարան է, սա հանցագործությունների շտեմարան է, գործած հանցագործությունների փաստագրումը, արձանագրումը, որը միևնույնն է, մի օր աշխատելու։ Եվ նրանք, ով որ այսօր Նիկոլ Փաշինյանին աջակցում են, իրանք պետք է հասկանան, իրանք հանցակից են դառնալու։ Նույն Աննա Վարդապետյանը,
նույն ԿՊԱ-ականները, նույն այդ նախարարները, որ ասենք գնում են փոխանակ պաշտպանեն օրինական սեփականատիրոջ իրավունքները, ասեն նույն հովանավանքում գնում են կանգնում են հանցագործի թիկունքին։ Բայց դուք չեք մտածում։ Նույն ոստիկանապետը, որ իրենք այդ ամենը շատ լավ գիտակցում են, ավելի իրենք հոգեբանորեն անցել են, այլևս է բոլոր են կարմիր գծերը իրանք ուրիշ ճանապարհ չունեն։ Ու ստավկանց, այսինքն այսպես ասած խաղադրույքը 100% հանցագործան ամբողջ իմաստը հենց դրա մեջ է, ինչից ես սկսեցի այս հարցազրույցը, որ իրանք արդեն հասկանում են, որ ժողովրդավարական աջակցություն չունեն։ Իրանք կամ պիտի գնան քաղաքական ինքնասպանություն բանանեն, կամ պիտի հրաժարական տան ու խռոված եւ խայտարակված թողեն գնան, կամ պիտի սրեն բանը խաղը եւ փորձեն կոմպենսացնեն ժողովրդականության պակասը ռեպրեսիաներով։ Իրանք ընտրել են այդ ճանապարհը, օքեյ, այդ ճանապարհը մենք իրենց չպետք է թույլ տանք ու պիտի այդ ճանապարհում կատարված նրանց բոլոր հանցագործությունները, բոլոր կեղտոտ քայլերը արձանագրենք, տանք դրան իրավական գնահատական, որը մի օր աշխատելու է։ Չեք կարծում, որ այդպիսի գործընթացը նաև արդյունավետություն կունենա, եթե դրա զուգահեռվի կամ համատեղ, հա, ընթացք սկսվի նաև ժողովրդական ինչ-որ մի շարժման, այսպես ասենք, քաղաքական կամ քաղաքացիական, որը կապահովի ձեր ասածների, այսպես ասենք, կամ ձեր գործողությունների փողոցային ամրությունը, եթե ճիշտ եմ ձևակերպում բառս։ Ճիշտ եք ձևակերպում, կարելի է մի քիչ հարստացնել, բայց ճիշտ եք, որ հասարակական կոնսոլիդացիան շատ լավ բան է, բայց եթե դրան չի հաջորդում քաղաքական կոնսոլիդացիան, այդ շտեմարանը, իմ ասած, մնալու է ընդամենը մի հատ արխիվ բաների։ Որը մի օր կարող է աշխատի, մի օր կարող է աշխատի, չաշխատի, բայց որպեսզի անմիջապես աշխատի, որպեսզի անմիջապես մեզ տանի ժողովրդավարության վերականգնմանը, երկրում օրինականության, սահմանադրականության վերականգնմանը, այո, դրան պետք է արդեն տեր կանգնի համազգային մի հզոր շարժում։ Եվ ես ձեզ ասեմ, եթե մենք չկարողանանք դուրս գալ այս ընտրական տեխնոլոգիաների տենց հաշվարկային այս բանից, տրամաբանությունից, Նիկոլ Փաշինյանը գնալու է, բռնաբարելու է օրենքները, սահմանությունը, կիրառելու է ադմինիստրատիվ ռեսուրս ու ի վերջո այդպես տարբեր դաղալություններով, տարբեր ճնշումներով, բաներով, էլի 10% աջակցությամբ մի կերպ իր հաղթանակը ապահովել է։ Օրինակի համար սովորական տեխնոլոգիաներ կան, բազմաթիվ արհեստական կուսակցություններ է ստեղծում կամ տոն է տալիս, որոնք գնում են, ասենք ամեն մեկը մի 2-3 5% անգամ թող անցնեն բանը պատնեշը անցնեն, մտնեն պարլամենտ, մեկը իր համար վտանգ չի, բայց գլխավորը փոշիացնելն է, որտեղ եթե ասենք մի 20-30 կուսակցություն մասնակցում են ընտրություններին եւ տանում են միջին հաշվով մի 30%, այդ 30%-ը դառնում է 0։ Իսկ մարդիկ գնում են իրականում հակաիշխանական քվեարկություն ունեցող մարդիկ գնում են այդ քվեարկում են իշխանության դեմ, տեսնելով որպես առաջնորդ այդ 30 կուսակցություններից որևէ մեկը, բայց իրականում իրանք քվեարկում են այսինքն արդյունքում այդ իշխանության ընդդիմության հավաքական ընդդիմության հաջողության համար ինչ անհրաժեշտ, որ բոլորը միտեղ միավորվեն, թե լինի 2-3 հիմնական առանցք։ Դե ես համարում եմ, որ իդեալականը կլիներ մի լուրջ համազգային համաժողովրդական շարժման ստեղծումը։ Դա իդեալական է, որովհետև բոլորը մեջը մտնեն։ Ну բոլորին անհնար է, բոլորի բոլոր ասելով բոլոր հիմնական դերակատարները։ Դա էլ կարևոր չի։ Պետք չի հենց բոլորին ճխտել։ Բոլորին ճխտել պետք չի։ Ու հնարավոր չի, ասենց ասեմ։ Հնարավոր չի։ Պետք է ինչ-որ քրիտիկական մի միավորում ստեղծել, քրիտիկական աստիճանի, ասենք մի միավորում, որը արդեն կընկալվի ժողովրդի բանի մեջ աչքերում, որպես անվիճելի գլխավոր մարտահրավեր նետողը, գլխավոր հակառակորդը։ Հիմա կա, մեր ձևով է այս բանը կարծես թե դառնում է այդ անվիճելի ֆավորիտը։ Պարզ չի երկու պատճառով։ Մեկը, այնուամենայնիվ կա նաև Ռոբերտ Քոչարյանի այդ
բանը։ Սոցիոլոգիան ցույց որ ավելի առաջ։ Հասկանալի է, բայց քանի դեռ նրանք հələ դեռ համատելի են, ինչ որ, ասենք երկու անգամ քիչ են, բայց իրանք բան են։ Հա, խոշոր է, երկրորդ նախագահի բլոկն է խոշոր, դա չի կարելի չտեսնել։ Հա, այսինքն այստեղ այնուամենայնիվ ինչ որ կասկածներ կան որոշ շերտերի մոտ, թե ով է ավելի կարևոր այդ բոլուսներից։ Եվ երկրորդը այստեղ նորից Դամոկլեսյան սրի պես կախված է մնում իշխանությունների հնարավոր որոշումը Կարապետյանի շարժումը դուրս շպրտել ընտրություններից։ Ամենակեղտոտ ապօրինի ձևերով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բացարձակապես ապօրինի որոշումով, որը հնարավոր չի լինելու բողոքարկել, որովհետև այնտեղ էլի նստած են լինելու, ասենք, Արնադա, ինչա, Վարդապետյանի նման մարդիկ կամ այդ նույն դատարանները գիրենք հիմա լրիվ նախագահն է չմոռանանք, որ գործող ԿՊԱ-ական էր տակավին վերջերս մինչև նշանակվելը։ Նախագահը գործող։ Դե չէ, դա լինելու է հենց իր որոշումը։ Իր որոշումը ո՞րն է։ Որոշումը լինելու է Նիկոլինը, բայց ինքը իր լինելու է այդ իրագործողը եւ բողոքարկելու որևէ հնարավորություն չի լինելու։ Այսինքն այդ սուրը կախված է։ Պետք է ստեղծել մի հատ վիճակ, երբ որ իշխանության դու զրկում ես կամայական որոշումներ ընդունելու պոտենցիալից։ Իսկ դա հնարավոր է մի դեպքում, եթե կա արդեն այնպեսի մի հատ լայն համախմբում հասարակության ժողովրդի, որ արդեն մարդիկ ոտքի են կանգնում ու հասկանում են, որ կներես արդեն այդ մենակ այդ ուժային ճնշումներով, ադմինիստրատիվ ճնշումներով կամ այդ նուրբ ընտրական տեխնոլոգիաներով արդեն ոչ ոք չես կարող անել։ Երկրում այլ իրավիճակ է ստեղծվել, դա պայմանական։ Փոխվում է իրավիճակը, նոր մթնոլորտ ու նոր տրամադրություն է ստեղծվում, համընդհանուր, որտեղ արդեն ժողովուրդը դուրս է գալի փողոց։ Արդեն նման քայլերը, ասենց ասեմ, բերում են արդեն հեղափոխական ապստամբության վտանգ։ Այսինքն իշխանության կողմից այդպես բռնի քայլ։ Հիմա պարոն Զուրաբյան, դրա հետ միասին մի այլ ու կարևոր հետաքրքիր հանգամանք կա։ Երբ որ դուք ասում եք, որ Դամոկլեսյան սրի պես կախված է, Փաշինյանը պիտի ֆիքսեն, որ դա անոնսել է այլևս, այսինքն ինքը երկու անգամ այս մասին գրեթե ուղիղ տեքստով խոսել է, այսինքն ինքը ազնիվ է այդ առումով, անկեղծ ասում է, սա դիտարկվող տարբերակ է։ Մեկը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովում, որտեղ նա մոլդովական սցենարին հղում անելով դրվատանքով խոսեց մոլդովական սցենարի մասին, ասելով, որ պետքա պաշտպանել ժողովրդավարությունը հիբրիդային պատերազմներից, եւ երկրորդը խորհրդարանում։ Այսինքն այս առումով ինքը այդ վաճառվող հակառուսականությունը, որը մինչ այս պահը առնվազն բավական պահանջված ապրանք է արևմուտքում եւ հատկապես Եվրամիության տարածքում, կարողանում է դնել առևտրի որպես առարկա եւ դրա դիմաց ստանալ որոշակի բոնուսներ Հայաստանում տեղ ունեցող process-ների վրա ազդեցություն ունենալու համար։ Այստեղ է բանը, խնդրեմը, որ այնուամենայնիվ մեր ընդդիմությունը չի կարողանում արևմուտքի հետ այնպիսի շփում ունենալ կամ այնպիսի հարաբերություններ դասավորել, որպեսզի ցույց տա, որ տեղի ունեցող process-ները ոչ թե իրականում հակառուսականության դեմ պայքար է կամ պրոռուսականության կամ 5-րդ շարասյունի դեմ, այլ ընդհանրապես մեկ մարդու իշխանության երկարաձգման գործընթաց։ Եվ մեր ջանքերը ինչ են ուղղված նաև այդ հարցի լուծման, այսինքն ինչքան լայն համերաշխություն ստեղծվի այդ առումով, այնքան ավելի դժվար կլինի արևմուտքի համար աչքեր փակել այդ ամեն ինչի վրա, այսինքն կներեք Նիկոլ Փաշինյանի հաշվարկը շատ պարզ է, ինքը անգամ շատ շահագրգռված է, հիմա իր անդիմադիրներին հավաքի մի ուժի տակ, որին հետո ինքը բան կանի, չի թողնի մասնակցի, այսինքն մի անգամից, չգիտեմ, հազարավոր 100 հազարավոր մարդկանց դուրս է շպրտում բանից, ընտրական process-ից եւ դնում մի հատ բանի առաջ, որ ահա տեսեք, քանի որ սրանք չկան, դե ով մնաց Ռոբերտ Քոչյանը, իսկ Ռոբերտ Քոչյանը բոբո, որը գալու է եւ թալանի, բանանի, էլի են 5 կարգերը վերականգնվի եւ այլն, դուք այդ չեք ուզում հետ բնականաբար, հետեւաբար միակ տարբերակը Փաշինյանի սնտրելն է։ Եվ այդ էլ եք տեսնում արդեն, այդ սցենարն է խաղացում, այսինքն այսօր Ռոբերտ Քոչարյանը իրակի չեն ասում, հա, ինքը Ալեն Սիմոնը ասում է, մենք չենք ուզում, որ մյուս խորհրդարանում լինեն Ռոբերտ Քոչարյանը ու Սերժ Սարգսյանը։ Միամիտ մարդկանց դա թվում է, որ վայ, ինչ ազնիվ տղեկ են, որ չեն ուզում, որ
թալանչիները ով են որ ընտրեն հայ ժողովուրդը պետք է ընտրի, ով են որ ուզեն կամ չէ, այդ ես ուրիշ բան եմ, այս ռոպագանդայի մասին եմ ասում։ Որ իրանք ասում են, որ մենք չենք ուզում, որ իրանք կլինեն, ու ասում են միամիտ զանգվածի մոտ դա ընկալվում է որպես դե տեսեք մարդը ուզում է ընդհանրապես հակադեմոկրատական թալանչի ուժերին բանանի, հանի գործընթացից իրականում ինքը իրանց չի ուզում, ինքը ուզում է նոր ուժերին բերի, որ նրանք կամ ուժեղ ընդդիմություն կդառնան, կամ անգամ իշխանություն կվերցնեն, կարևորը որ նոր ուժեր լինեն։ Լավ էլի, այդքան միամիտ կլինեն։ Սա ինչ անում ինքը։ Ինքը ընդհանրապես ժողովրդի առաջ նորից խաղացնում է բոբոյի պատկերը։ Իդեմս Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի։ Այսինքն, քանի որ այլընտրանքը իրանք են, հետևաբար պետք է գաք էլի ինձ ընտրեք։ Էսա ու իրանք չեն հասկանում, հա, որ եթե իրանք ասենք բանը այդպեսի հայտարարություն են անում, ուրեմն ժողովրդի գիտակցության մեջ, որոշ հատվածի մեջ մտնում է դե հա, լավ, ուրեմն գլխավոր բանը, խնդրեմը կամ գլխավոր հակառակորդը հենց Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են։ Դե եթե տենց է, ուրեմն դե գնանք էլի Նիկոլին վատնա, ինչն է, հիմար է, էս այնա, բայց ոչ չենք թողելու նրանք հետ գան եւ պատերազմ սկսեն, եւ կոռուպցիա սկսեն, եւ թալան, եւ այլն եւ այլն։ Պարզ բանախաղարկվում այս դատավարությունները էլի մարտի 1-ի, այն նույն մարտի 1-ի գործով ինքը փրկեց Ռոբերտ Քոչարյանին բանից, պատասխանատվությունից, հիմա ընտրություններին ընդառաջ նորից բան արել, ակտիվացրել է դատավարական process-ը, այդ բոբոյի կերպարը կուլտիվացնելու եւ ժողովրդին նորից դնելու այդ արհեստական երկընտրանքի։ Պարոն Զուրաբյան, նախ մի քիչ տեսեք էլի, թե երկրորդ նախագահ, թե երրորդ նախագահ, իրենք ունեն իրենց քաղաքական համակարգերը, այդ քաղաքական համակարգերը ինչ որ մանավանդ երրորդի կենսունակությունը շատ ավելի երկար է, երկրորդի պարագայում Հայաստան դաշինքը ավելի կարճաժամկետ է, բայց իրենք ինչ որ իրենց ձայները ունեն։ Է որ դուք ասում եք մեծը պետք է ստեղծվի կամ համանանը, թող մնացած ստեղծվեն, մեկը իր ճանապարհով գնա, ի՞նչ է խնդիր, ինչի պետք է դա հակադրել մեկը մյուսին, էլի։ Չէ, դե հիմա կոնկրետ մի հատ այլընտրանք ստեղծվել է, որը բավականին ուժեղ է, բայց ինքը հələ խնդիրներ ունի։ Ասացի ինչ խնդիրներ։ Ու այդ այլընտրանքը իդեպ Քյասար ասում է մենք չենք համագործակցելու ոչ երկրորդ նախագահի, ոչ երրորդ նախագահի։ Ինչ են դրանց ասում, հա? Ասենք Նարեկ Կարապետյանը ինչի է իր հարցազրույցը։ Ենթադրում որ դիստանցավորի իբրթե իրենք մենք այսինքն չէ, ուրեմն իրանք են հասկանում, որ բանա, եթե ուզում են ձայն հավաքել, մի քիչ դիստանցա պետք պահել։ Այսինքն իրանք տեսնում են այդ բանը ատտարժենյան, այդ ժողովրդի մեջ բավականին լայն հասարակական զանգվածի մեջ եղած այդ բանը օտարումը։ Իրանք տեսնում են։ Դրա համար էլ ասում են, որ մենք հիմա, բայց իրանք հասել են ինչ-որ արդյունքի, այսինքն իրանք ձևավորել են այդ այլընտրանքը, որը ժողովրդի մեջ այլևս չի կապվում ոչ Փաշինյանի հետ, ոչ էլ նախկինների, այսպես կոչված Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ, եւ ինչ-որ մասը հաջողությամբ գալիս է նաեւ դրանից։ Հիմա այդ այլընտրանքն է պետք ուժեղացնել, եւ պետք է ուժեղացնել, ասում եմ, երկու հարցում, նախ պետք է դա դարձնել համազգային, որովհետև ժողովրդի մեջ, եթե իրանք շարունակեն գնալ մենակ, ի վերջո սա կարող է անցալվի, ինչքան էլ որ այսօր անցալվում է, որ Սամվել Կարապետյանը բանա մարտիրոսական տենց բանով երանդով գնաց, նստեց, չի հանձնվում իշխանության, դա սիմպաթիա է բերում, բան պաշտպանում է եկեղեցին, բայց կարող է անցալվել, որ սա բանա, ու իշխանությունները կնպաստեն այդ անցալմանը, որ սա դե ընդհանրապես Սամվել Կարապետյանի կլանի տենց պայքարն է։ Հասկանում եք։ Ու այդ կարող է խոցելի դարձնի։ Սա մեկ եւ երկրորդը ասացի այդ մահակը, Դամոկլեսյան սուրը, որ իրանք ունեն, որ ամեն րոպե կարող են իրանք հանեն բան։ Այսինքն սրա դեմ պետք է առնել։ Սրա դեմն առնելու ձևերը արդեն ասացի, համակարգային կոնսոլիդացիան է։ Պարոն Զուրաբյան, մեկ այլ հարց, որ շատ կարևոր է, ընդ որում այս հարցը ուզում հիմա դա քննարկենք, դա հայաստանյան process-ների վրա կբերի փոփոխություն, թե չի բերի։ Ուկրաինական ճգնաժամի որոշակի հանգուցալուծման, կրկին երկրորդ անգամ որոշակի հույսերն են, որոնք որ այս պահին կան, որտեղ Միացյալ Նահանգները կարծես թե ավելի վճռական է տրամադրված, Ուկրաինայում Զելենսկին խոսում է արդեն ցավոտ
որոշումներ ընդունելու անհրաժեշտության մասին, Ռուսաստանը կարծես թողել է մենակ Ուկրաինային եւ Միացյալ Նահանգներին, ասում են մենք էլ պաշտոնական չեն ստացել, բայց պատրաստ ենք քննարկել, ակնհայտ է ներկուլիսային ինչ որ բաներ եռում է ու հարցը հիմա ձևակերպեմ, ինչ որ մեզ հայտնի է, դրա հետ միասին դուք այդ հայտնի ինֆորմացիաները վերլուծելով հնարավոր համարում եք ուկրաինական ճգնաժամի որոշակի հանգուցալուծում մոտակա ժամանակներում եւ երկրորդը ինչպիսի ազդեցություն դա կարող է ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքերը, որտեղ վերջիվերջո շատ մեծ է ստավկաները Հայաստանում գործող այդպես ծայրահեղ պրոարևմտյան հակառուսական ուժերի, որ այնտեղ պատերազմը շարունակվելու է, Ռուսաստանը շարունակվելու է մաշվել եւ այլն եւ այլն։ Դե շատ ճիշտ եք, որ այդ ամեն ինչը ազդեցություն ունի մեր ներքաղաքական իրավիճակի վրա եւ ես կարծում եմ, որ ասենց ասեմ կոպիտ ասած Ամերիկայի ու Ռուսաստանի աշխարհաքաղաքական հաշտությունը կամ գոնե ինչ որ մի համաձայնության գալը, նոր արխիտեկտուրայի անվտանգության ստեղծումը, դա բխում է ամբողջ աշխարհի շահերից, բայց առաջին հերթին մեր շահերից, որովհետև ինչքան այդ հարաբերությունները սրված են, այնքան Հայաստանի վրա կախված է այդ երկու բևեռի միջև աշխարհաքաղաքական պրոքսի պատերազմի վտանգը Հայաստանում, որը կարող է ունենալ իսկապես ծանրագույն հետևանքներ։ Ընդ որում հետևանքներից մեկը այս Հայաստանի արագ հակաժողովրդավարականացումն է, որովհետև եթե այդ կոնֆրոնտացիան կա, եթե այդտեղ պրոքսի պատերազմ է գնում, ուրեմն հենց որ Նիկոլ Փաշինյանը իր բոլոր հակառակորդներին հայտարարում է ռուսական հիբրիդային պատերազմի բաներ, հետևորդներ կամ ագենտներ եւ ոչնչացնում է դրանց, ձեռի հետ ոչնչացնելով ժողովրդավարությունը, արևմուտքը դրա վրա ռեակցիա չի տալիս, որտեղ համարում է դե լավ պրոքսի պատերազմ է գնում, ոնց որ ասում են լես ռուբետ շեպկի լիծա, հիմա թող Հայաստանում էլ ժողովրդավարությունը կործանվի։ Կարևորը մենք մեր դիրքերը այնտեղ ուժեղացնենք, Ռուսաստանին էլ, Իրանին էլ մեկուսացնենք Հայաստանից։ Սա հասկանալի բաներ են, այսինքն մենք դասենք, որ մեր շահերից է իսկապես բխում, որ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը գան ինչ որ համաձայնությունների։ Եվ իրանք գնում են այդ ուղղությամբ, դա երևում է։ Մասնավորապես Տրամպը բավականին վճռական քայլեր է ձեռնարկում, այդ քայլերը միակողմանի չեն, դրանք չեն ուղղված միայն Ռուսաստանի, ասենք, քմահաճույքները կամ ցանկությունները կատարելուն, ինքը դա զուգակցում է նաև Ռուսաստանի վրա ճնշումներով, բայց Տրամպի ադմինիստրացիան, որը ռեալիստական ադմինիստրացիա, հասկանում է մի պարզ ճշմարտություն, որ այսօր Ռուսաստանը այդ պատերազմում հաղթելու շատ ավելի մեծ հավանականություն ունի, քան Ուկրաինան, ու մենք էլ գիտենք ինչա կատարվում։ Ուկրաինան մի կողմից գտնվում է արդեն կոլապսի սահմանին, որտեղ ոչ կարողանում են մոբիլիզացիա անեն նորմալ, արդեն սկսել է ժողովրդական դիմադրությունը մոբիլիզացիային։ Բանը դասալքությունը հասել է աննախադեպ բաների, չափերի։ Ֆրոնտը արդեն փլուզվում է ամենուրեք Դնեպրոպետրովսկի, Զապորոժիայի եւ բանի այդ ուղությամբ նու Դոնեցկը չեմ ասում, Սլավյանսկ Կրամատորսկ այդ վերջի կոնգլոմերացիայի ուղությամբ, Պոկրովսկի դեպքերը, Միրնոգրադի դեպքերը եւ այլն։ Տեղեկա կացոլի մեջ են, չէ՞, բանալու։ Միրնոգրադը արդեն լրիվ փակ է։ Լրիվ, այսինքն մի քանի հազար ուկրաինացի զինվորներ հայտնվել են բացարձակ շրջապատված վիճակում։ Ճիշտ է, հիմա դրոնային պատերազմը լոգիստիկան ապահովում է ոչ միայն ճանապարհներով, այլ նաև դրոններով կարող են սնուցեն շրջապատման մեջ հայտնված ուկրաինական այդ խմբավորմանը, բայց դա միևնույն է լոգիստիկայի շատ բան է, էլի, բարդ process է, իհարկե։ Եվ այսօր Ուկրաինան իսկապես գտնվում է ռազմական առումով շատ ծանր վիճակում։ Միևնույն ժամանակ Տրամպը բավականին լուրջ սանկցիաներ է կիրառել, ասենք, Լուկոյլի դեմ եւ ընդհանրապես Ռուսաստանի դեմ, հիմա էլ սպառնում է 500%-անոց տարիֆներ մտցնել այն պետությունների հետ, որոնք Ռուսաստանի առևտուր են անում, դրա հետևանքները ընդհանրապես դժվար է պատկերացնել ամբողջ միջազգային տնտեսության համար, այդ թվում Միացյալ Նահանգների համար, որտեղ դա կբերի նաև ինֆլյացիայի մեծ բանին։ Բայց գիտեք ինչ, կարող է ինքը ինչ որ պահի մտածի, որ հա կարճաժամկետ առումով կարելի է գնալ անգամ նման քայլերի, եթե
ակնկալի, որ Ռուսաստանին շուտ ծնկի կբերի նման ճնշումներով, հատկապես ինքը հիմա Հնդկաստանի հետ, Չինաստանի հետ ակտիվ դիվանագիտություն է տանում, բան։ Այսինքն երկու երկրներն էլ եւ Ռուսաստանն եւ Ուկրաինան մեկը մի քիչ ավել, նկատի ունեմ Ուկրաինան, մեկը մի քիչ ավելի պակաս, որտեղ ավելի քիչ նեղ վիճակում է գտնվում Ռուսաստանը, նրանք ինչ որ մոտիվացիա ունեն գնալու կոնֆլիկտի սպառմանը եւ դրա վրա Տրամպը աշխատում է։ Դրա համար էլ հիմա շատ արագ ճնշում է, ինչ որ պլաններ է բերել, բան, որը արևմուտքը նկատի ունեմ Եվրոպան, ուկրաինացիք ընդունում են մեղմացած ոչ միանշանակ բան եւ այլն, հիմա էլ փորձում են մեղմացնել, ինչ որ բաներ միգուցե նա անգամ մեղմացրել են, բայց ակնհայտ է, որ մեծ համաձայնությունը պետք է կայանա Ամերիկայի եւ Ռուսաստանի միջեւ եւ ակնհայտ է, որ Տրամպի վարչակազմը այս ամեն ինչը հասկանում է եւ ինքը շատ արագ տեմպերով, շատ մեծ ջանքերով գնում է հանգուցալուծմանը։ Հիմա կստացվի, եթե ստացվի հիմա պետք է բոլորս ինչ ասեմ, օսանա երկենք, որովհետեւ դա կնշանակի, որ վերջապես նաեւ Հայաստանի համար հեռանկար կբացվի այս փակուղուց դուրս գալու, որովհետև մեզ համար ամենավատ բանը դա կլինի, որ մենք ստիպված լինենք ընտրել, թե ում կողմը պիտի բռնենք, Ամերիկայի թե Ռուսաստանի։ Օրինակ մենք համարում ենք, որ եթե այդ վիճակում հայտնվենք, կամ եթե գնանք իսկապես կողմ ընտրելու ճանապարհով, մենք քայքայելու ենք Հայաստանը։ Ջարդելու ենք, դառնալու է բանը, թաթերաբեմ, պատերազմի թաթերաբեմ, ինչքան շատ երկրներ դառան, Սիրիան դառավ, չգիտեմ, Ուկրաինան դառավ, Վրաստանը մի պահ նման թաթերաբեմ էր, Ադրբեջանն 90-ական թվականներին եղել։ Իսկն այնպես չի, որ դա աննախադեպ բան է, մեզ էլ է այդ սպառնում այդ վտանգը, եւ մենք արդեն առաջին этаպներում ենք այդ հիբրիդային իրականում դա հիբրիդային պատերազմը դա ռոպագանդիստական տերմին է, իրական քաղաքագիտական տերմին դա պրոքսի պատերազմ է, պրոքսի պատերազմ, երբ որ ուրիշների ուզերով այդ հասարակության ինչ որ զանգվածներով իրար դեմ կռիվ են անում։ Հա, հիմա բաժանվել են ամերիկամետների, ռուսամետների, ոնց ամենավտանգավոր բանն է։ Դրա համար օրինակ Հայ ազգային կոնգրեսը, որոնք մենք ի սկզբանե միշտ եղել ենք անկախական, մենք ենք Հայաստանի անկախությունը նվաճել եւ տարել դեպի այն որում ծանր պայքարում, մենք շարունակում ենք մնալ այդ դիրքերին, մենք պետք է լինենք անկախական, մենք պետք է կարողանանք լեզու գտնել բոլորի հետ, մեր անկախության արժեքը հենց դրա մեջ է, որ ոչ ոք մեզ չի կարա սատելիտ դարձնի ու ասի, սրանից հետո ինչ որ քեզ ասում ենք դու ես լսելու, այն մյուսին պետք է մերժես։ Հիմա որ Փաշինյանը մեր խոսակցությունը լսեր, կասեր մենք ինքներս դիվերսիֆիկացման կողմնակից ենք։ Բացարձակ եւ հավասարակշռող եւ հավասարակշռման քաղաքականություն է։ Այն ինչ որ անում է Փաշինյանը, այսօր բան է։ Ոնց ինքը Ռուսաստանին 100 մի ձևով հայտարարել է հիբրիդային պատերազմ։ Հիբրիդային բան, թշնամի, հակառակորդ պատերազմ։ Ինքը անթակույց Ալեն Սիմոնյանով, Նիկոլ Փաշինյանով իր ամբողջ շրջապատով մեղադրում են ընդդիմությանը, որ ռուսական գործակալներ չեն անում, ամեն րոպե ամբողջ ռոպագանդան նրանով զբաղված, իրանք էլ են զբաղվում։ Ինչ են ստեր փչում։ Այսինքն հա, մենք շատ լավ ենք Ռուսաստանի հետ, բայց կոչնչացնենք այն մարդկանց, ովքեր մեր դեմ են, այդ պատրվակով, որ իրանք Ռուսաստանի ագենտներ են, չհասկացանք։ Դե մոտավորապես այդպես է։ Չէ, հա, դրա համար թող չասեն, սուտ են ասում։ Եվ ասենք թերություններից մեկը այն խաղաղության դրում եմ ճակերտների մեջ, որովհետև խաղաղություն չկա, մինչև Ադրբեջանի ստորագրություն չկա, մինչև Ադրբեջանը չի վերադարձել գերիներին, մինչև Ադրբեջանը դուրս չի եկել օկուպացված տարածքներից, չի սկսում վերափոխել իր սեփական պետությունը այն առումով, որ դադարի լինել համակարգային հայատյացության վրա հիմնված պետություն։ Խաղաղություն չկա, ստորագրություն չկա Ադրբեջանի։ Պահանջներ կան բազմաթիվ ու անվերջ։ Հիմա այս խաղաղությունը, որը ինքը ճակերտավոր իբր բերել է ու ասում է, սա որը բերել եմ, հանգիստ նստեք տեղեր այդ վայել եք եւ այլն, շատ միակողմանի աշխարհակահաղական առումով բան է, խաղաղություն է, որովհետեւ ինքը անտեսում է եւ Ռուսաստանի շահերը, եւ Իրանի շահերը, եւ այո, ինչու՞ չէ, Չինաստանի շահերը եւ Իրանի շահերը։ Եկեք չմոռանանք, որ սա իրականում
Արևմուտքի հովանավորությունը, Իսրայելի հովանավորությունը ստացած մի հատ թյուրանական միջանցքի պրոյեկտ է։ Ես չեմ ասում մենք դեմ լինենք, ասենք թուրքական պետությունների միջև տնտեսական կապերի ստեղծմանը։ Հակառակը, այո, թող մեր տարածքից օգտվեն, իրենք էլ տնտեսություն զարգացնեն, մեզ էլ տրանզիտային ինչ-որ վճարներ տան, մեզ էլ ընդգրկեն այդ բաների մեջ։ Շատ լավ է, բայց դա չի կարող լինել միակողմանի պրոյեկտ, որովհետև այդ, ասենց ասեմ, թուրքական պետությունների բանը, այտենց քաղաքական, տնտեսական ինտեգրացիան միակողմանի ձևով դա անմիջապես խփում է եւ Ռուսաստանի շահերին, եւ Չինաստանի, շատ ուժեղ Չինաստանի շահերին, Սինջանի խնդիրը չմոռանանք եւ այլն, եւ նաեւ Հնդկաստանի շահերին։ Չեմ խոսում նաեւ Իրանի մասին։ Հիմա այս 4 երկիրը շահեր ունեն այստեղ։ Իսկ այդ դեպքում մենք ասում ենք, էլի բերում ենք մեր անկախական լուծումը։ Մենք ասում ենք, եղբայր, թող օգտվեն, թող կառուցվի այդ բանը, բայց դա ինչի՞ պիտի լինի միակողմանի միջանցք, որից կօգտվեն Ադրբեջանը թուրքական պետությունները, բայց մենք չենք դուրս գա այն պետության վիճակից, որի բոլոր կոմունիկացիաները կախված են լինելու Ադրբեջանից կամ Թուրքիայից։ Մինչդեռ դա ունի լուծում։ Կառուցում ենք երկաթուղի BRICS-ի պետությունների այդ ասած իմ 4 պետությունների, կարելի է Էմիրատներին էլ, որոնք էլ ունեն շահագրգռվածություն, փող ունեն եւ կուզեին նման պրոյեկտներում մասնակցել, բերել, կստեղծեն միջազգային կոնսորցիում, որը կկառուցի ոչ թե միջանցք, այլ հանգույց։ Այսինքն Հայաստանը միացնելով Արևելք-արևմուտք Իրանի հետ երկաթուղով դու ստանում ես երկաթուղային խաչմերուկ, ոչ թե այն խաղաղության խաչմերուկը, որը ըստ էության չի լուծում այդ խնդիրները, որը Նիկոլը առաջարկել է, բայց դա իրականում ընդհանրապես մի երկաթուղի է, որից օգտվելու է Ադրբեջանը։ Հիմա եկեք գնանք այդ ուղղությամբ։ Նորից եմ ասում, մենք անկախության կողմնակից ենք։ Մենք հավասարակշռության, աշխարհակական հավասարակշռության կողմնակից ենք։ Եվ այդ առումով ամերիկա-ռուսական այդ աշխարհակաղակական հաշտեցումը, որի ուղղությամբ բավականին լուրջ քայլեր են կատարվում, ինքը շատ նպաստավոր վիճակ է ստեղծվում նաև այս լուծումների համար, որ մենք ի վերջո կարողանանք գալ խաղաղության, որի նախ Ադրբեջանը համաձայնվի եւ որի հետևանքով մենք չընկնենք կախվածության մեջ, լոգիստիկ կախվածության մեջ Ադրբեջանից ու Թուրքիայից, որը հաջորդաբար կարող է բերի նաև քաղաքական պահանջների ակտիվացմանը, ադրբեջանցիների վերադարձը Հայաստան, չգիտեմ, հազար ու մի բան։ Պարոն Զուրաբյան, վերջին հարցը, որ կուզենայի խոսենք այս թեմայով, իմ համար գոնե աշտարակող էր Հայաստանից որոշ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այցը Բաքու, չգիտեմ հետևել եք թե չէ, ու հետագայում իրենց տված մեսիջները մեր հասարակությանը, առայն որ չգիտեմ, եթե օրինակ չտեսնեի, որ Բաքվում ես գտնվում, մարդկանց խոսքը, հագուստը, բանը լրիվ իդենտիկ էր հայկականի հետ, այսինքն իմ մոտ ունես տպավորությունը, որ ինչ որ հատուկ ծրագիր է արվում ցույց տալու համար, որ այս ողբերգությունները, որոնք որ կան, գերիների առկայությունը, արցախցիների տեղահանումը, օկուպացված տարածքները, մարդության դեմ հանցագործությունները, որոնք դրանք ամեն ինչ էլ ոչինչ, բայց տեսեք մենք լավ ենք եղած, շփվում ենք եւ այլն։ Ոնց է կարծում, հիմա adekvat իրավիճակ է նման բաների համար։ Դե ինչ որ դուք հիմա նկարագրեցիք այդ հասարակական կազմակերպությունների այցելությունները։ Դա պետական աջակցությամբ էր, առանց պետական աջակցության չէր կարող լինել։ Չէր կարող այլ կերպ լինել, դա կոչվում է քաղաքագիտական ժարգոնում second track diplomacy, այսինքն երկրորդ ուղու դիվանագիտություն։ Կա առաջին ուղին, դա միջկառավարականն է, հա, ու կա երկրորդ ուղին, դա բանն է, այդ հասարակությունների մակարդակով իրականացվող։ Հիմա ես միշտ ասել եմ, միշտ այդ դիրքորոշման եղել, որ այդ երկրորդ ուղու դիվանագիտությունը, այսինքն հասարակական դիվանագիտությունը երբեք որևէ արդյունք չի կարող տա, քանի դեռ adekvat առաջին ուղու դիվանագիտություն չկա։ Այսինքն իրենք ինչ ուզում են կարող են անել, կարող են լավել այդ բաները, ինչ որ խաղաղության մթնոլորտ է ստեղծում, չգիտեմ ինչ է անում, փապկացնում է թշնամանքը բան, բայց միջև Ադրբեջանը չհրաժարվի հայատյաց համակարգային գաղափարախոսության վրա հիմնված պետություն լինելու
իր առաքելությունից, այդ ամեն ինչը շատ հեշտ կարելի է ռևերս անել, ինչ էլ կառուցեն, ինչ վստահություններ որ կառուցեն հասարակ ՀԿ-ների մակարդակով, դա միանգամից փլուզվելու է, քանի դեռ պետությունները adekvat եւ կառավարությունները adekvat քաղաքականություն չեն տանում։ Իսկ adekvat քաղաքականություն առաջին թրաքի, այսինքն առաջին ուղու վրա կառավարությունների միջև իրականացվող դիվանագիտության մեկ չեք տեսնում։ Ես երբեք չեմ մտնի հասարակական դիպլոմատիայի քննադատման մեջ, որովհետեւ ես հասկանում եմ, որ դա ատանցիալ է առաջին ուղու դիվանագիտությունից, այսինքն մենք պիտի կենտրոնանանք առաջին ուղու դիվանագիտություն, մենք պիտի տենանք Նիկոլ Փաշինյան, Ալիև դիվանագիտական էս երկխոսություն ասենք, ինչ ասենք, ինքը adekvat է, adekvat չի, որովհետեւ մի կողմից մենք տենում ենք Նիկոլ Փաշինյան, որը ասում է ես պրոբլեմ չունեմ, խաղաղություն ամեն ինչ պիտի արդեն պիտի թուլանանք, բանակ էլ մոբիլիզացիա չենք անում, արդեն ժամկետներն ենք ծառայության բանակում իջացնում, բանը մեր ռազմական ծախսերն ենք իջացնում, չգիտեմ, անկլավներն ենք հանձնում, այսինքն ամեն ինչում ոնց որ տրվի բանի Ադրբեջանի դիկտատի, բայց փոխադարձ ոչ մի շարժում չեք տեսնում։ Մենք ասում եմ նորից, այդ հայատյացությունը որպես համակարգային գաղափարախոսություն մնում է Ադրբեջանի պետության հիմքում, մեր գերիները շարունակում են մնալ այնտեղ, մեր ստրատեգիական բարձունքները եւ մեր սուվերեն տարածքը շարունակում են մնալ Ադրբեջանի տիրապետության ներքո եւ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել, որոնք այդ թվում նաեւ ներքաղաքական կառավարման պահանջներ են։ Օրինակի համար, երբ որ ասում են, որ բանը պիտի սահմանությունը փոխեք անկախության հռչակագրի հղումը հեռացնեք։ Երբ որ ասում են, որ հայ առաքելական եկեղեցին ամենամեծ սպառնալիքն է անվտանգությանը մեր տարածքում, ու դրան հետևում են Փաշինյանի քայլերը հարձակման մեր եկեղեցու վրա։ Երբ որ ասում այլ փաթեթավորմամբ, հա, երբ որ ասում են Միջանցքը պետք է լինի այնպես, որ մենք հայերի դեմք երես չտենանք, հա, ալիվ է դա ասում։ Հիմա եթե պարզվում է, որ հələ մենք դեռ չենք պայմանավորվել Միջանցքի տրամադրման, բայց իրանք մեկը հենց Միջանցքն են տեսնում ու խաղաղությունը պայմանավորում են դրանով։ Այդ ֆորմալ են կապում բանի հետ սահմանադրության փոփոխությանը։ Իրական կապը եւ իրական նախապայմանը դա Միջանցքի ստեղծումն է։ Եվ մենք չենք ունենա խաղաղություն, միջև այդ Միջանցքը իրանց ուզած ձևով չկառուցվի։ Բայց իրանց ուզած ձևը ո՞րն է, որ հայ երես չպետք է տենանք։ Բայց միասին եւ այսինքն ուր է ստե խաղաղություն։ Այսինքն իրանք իրանց անվստահությունը հայերի նկատմամբ դրել են համակարգային մակարդակի վրա, լեգիտիմացրել են եւ հիմա փորձում են դրա տակ կառուցեն մեր ամբողջ արխիտեկտուրան, ստեղ լոգիստիկայի, իսկ մեր անվստահությունը բանի Ադրբեջանի համար իրանց համար հանցագործություն է։ Դելեգիտիմացված, որովհետեւ բանը հայ ռաքելական եկեղեցին բանը անում էլի, այտենց մի քիչ շատ ազգայնական է իրան պահում։ Այսինքն դա բանը անվստահության էլեմենտ է։ Այ որ իրանք կարան արևմտյան Ադրբեջանի մասին խոսեն, դա անվստահության էլեմենտ չի։ Այն որ իրանք կարան ասենք մենք հայերս չպետք է տենանք, դա անվստահության էլեմենտ չի։ Բայց ինչ որ մենք ենք ինչ որ մի հատ լեգիտիմ պահանջ, օրինակի համար, բանը օրինակի համար Արցախի վերադարձի հարց կամ եւ այլն, դա արդեն կներեք, դուք արդեն զբաղված եք Արցախի հայության վերադարձյալ։ Պարոն Զորաբյան, այդ միասին ուղղակի բան է, էլի հրաշալի կատարողական է, երբ որ նայում տեսնում ես, թե ինչպես է ադրբեջանական պահանջների պրոյեկցիան Հայաստանում վերաձևակերպվում ուղիղ պաշտոնական գաղափարախոսության։ Այսօր նայում եմ Նիկոլ Փաշինյանի ելույթը այդ պետական ծառայողների հետ հանդիպման ժամանակ, ու իսկապես էլի բացի այդ ՑԿ-ԿՊՍ-ից մնացած ինչ որ բանի հոտ կար, այլևս պաշտոնական գաղափարախոսության հոտ, ինչ որ Չուչխեյոտ Հյուսիսային Կորեայոտ ինչ որ էլեմենտներ, այսինքն էս ի՞նչ է ադրբեջանական բոլոր նարատիվները Հայաստանում պետական պետությունը, իշխանությունը վերաձևակերպում է իբրև ինքնիշխանության մասին գաղափարախոսության ու դա դարձնում է այլևս պետական դոմինանտ ինչ որ մի երևույթ։ Սա ինչ կարելի է ամենախնդալուն գիտես որն է, այսինքն Ռուսաստանից մենք փոխվում ենք, դառնում ենք ինքնիշխան երկիր, բայց Ադրբեջանը ոչինչ, ինքը ոչ մի սպառնալիք չի ներկայացնում մեր
ինքնիշխանության համար, անկախ նրանից, որ ինքը պահանջում է, որ մենք համայնության փոփոխություններ անենք, պահանջում է, որ մենք ադրբեջանցիներին մտցնենք Հայաստան, հանձնենք մեր տարածքները։ Չէ, դա ձևակերպվում է որպես գաղափարախոսություն ինքնիշխանության տրամաբանության։ Դե հենց ամբողջ վարպետությունը Փաշինյանի է, որ ինքը նվաստացումը եւ պարտությունը մատուցում է որպես հաղթանակ, որպես գաղափարախոսական մի հիմք, որի վրա պետք է կառուցել 4-րդ հանրապետությունը։ 4-րդ հանրապետությունը ուրիշ բան չի։ Որը ակնհայտ անձի պաշտամունքի բաներով։ Այդ Չուչխեն Հայաստանում կոչվելու է 4-րդ հանրապետություն, բայց այդ Չուչխեն բանում Հյուսիսային Կորեայում գոնե ինչ որ իսկապես ինքնիշխանության կամ ինչ որ ինքնունության մասին էր, իրանք ի վերջո հասան նրան, որ ոչ մեկից կախված չեն։ Ստեղ Չուչխեն, այս 4-րդ հանրապետության Չուչխեն լինելու է պարտության եւ նվաստացման պաշտոնապես ընդունված գաղափարախոսություն։ Սա է խնդրեմը։ Շնորհակալ եմ շատ։ Հրավերս ընդունելու, շատ հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Մնացեք խաղաղությամբ, կհանդիպենք։